Ինչ լավ հանգստանալու եղանակ ա, պարկ եմ քնելու, կակռած շաբաթ օր ա, անելիք չունեմ։ Եվ ինչ է լինում, պարկում ես, գլուխը դնում ես բարձին, որպեսզի հանգստանաս, որպեսզի քնես, ու քո ուղեղը մի մեծ ցանկ է ներկայացնում քեզ, թե ինչքան չարված գործեր ունես, ինչքան անելիք ունես, այսինքն աշխատանքային օրերին, երբ որ դու առավոտյան գնում էիր աշխատանքի ու երեկոյան վերադառնում, այդքան ժամանակ չէր մնում, որպեսզի քո կենցաղային առօրյա կիսատ մնացած կամ չկատարած աշխատանքները հասցնես ավարտին։ Եվ ինչքան էլ որ դու փորձում ես մոռացության տալ, մի կողմ դնել, ասելով որ լավ եղանակ ա, մառախուղ ա, անձրև ա, մի քիչ կհանգստանամ, ես մաքուր օդը կշնչեմ, առօրյա հոգսերից կթեթևանամ, բայց միևնույն է, բոլոր փորձերդ ապարդյուն են դառնում։ Եվ ավտոմատ անկախ քեզանից վեր ես կենում, վերցնում ես այդ մտքիդ ցուցակը, մեքենան պետք է տանեմ խադավիկի մոտ, լվացքի մեքենան փչացել ա, տան վահանակները սարքելու ա, դուռը ջարդվել ա, երեխաներին պետք է տանեմ տատիկի տուն, շուտվանից էս ինչ բարեկամից չեմ տեսել, գնամ մոլ, զգեստները, հագուստներս փոխելու ժամանակն է, փոխեմ, ու անverջ կարելի է թվարկել այս ցուցակ, ու համոզված եմ, որ շատերդ այս վիճակում եք գտնվում, եւ ոչ թե այստեղ շեշտադրումը հենց ուզում եմ անեմ, թե ով ինչ անելիք ունի, ով ինչ կիսատ գործ ունի, այլ թե արդյոք դուք կարողանում եք հանգստանալ։ Երբ որ մենք ինչ-որ մեկին հարցնում ենք ինչ եք հանգիստը, նա տեսականորեն կարող է շատ հեշտ պատասխանել. ծով գնալ, շաբաթ կիրակի ընկերների հետ ժամանակ անցկացնել, ընտանիքի անդամների հետ գնալ խորոված անելու կամ գնալ հյուր, գնալ տատիկ-պապիկին տեսնելու, քաղաքից դուրս, բնության գիրք, բոլորը համաձայն են, ճիշտ եք ասում, բայց երբ որ դուք հայտնվում եք ձեր թվարկած վայրերում, ձեր թվարկած տեղում, ինչ է ձեզ հետ կատարվում։ Մարդը չի կարողանում կտրվել իր կենցաղից, իր առօրյա հոգսերից, իր պարտականություններից, իր կիսատ մնացած գործերից, իր վարկերից, իր վճարումներից, ինչքան շատ փող աշխատեմ, ինչ անեմ, որ հասցնեմ երեխային կրթության տալը, երեխայի անգլերենի վճարումը, շախմատի տանելը, սպորտի տանելը, կնոջս համար էս ինչ բանա առնելը, ծնողներիս հիվանդանոց տանելը, այսինքն մարդու ուղեղը ոչ մի տիպի չի կարողանում հանգստանալ եւ հաճախ հենց այս խնդիրը թաքնված է լինում մեր այն ընտանիքում, որտեղ որ մենք մեծացել ենք, այն պայմաններում, որտեղ որ մենք մեծացել ենք։ Հաճախ մեր ծնողները եւս այսպիսի գրաֆիկով են աշխատել։ Որևիցե մեկը, ով որ մեծ ընտանիքում է ապրել, կարող է փորձել հիշել, թե իր մայրիկին երբևիցե ցերեկային ժամերին, ժամը 2-ից 5-ը կարող էր իր մայրիկը պառկել ու ասել երեխեք, աղմուկ չանեք, ես հիմա հանգստանում եմ, պառկում եմ ու ոչնչով չեմ զբաղվելու։ Խնդրում եմ կոմենտով գրեք, եթե այդպիսի փորձառություն ունեք կամ եթե այդպիսի մայրիկ եք ճանաչում։ Մենք հիշում ենք մայրիկներին անդադար գործ անելուց, մեկ խոհանոցում է, մեկ լվացք է անում, մեկ գետինն է մաքրում, մեկ երեխայի հագուստն է լվում, մեկ ինչ որ բանով է զբաղված, մեկ ծնողական ժողովի են կանչում, մեկ տատիկ-պապիկի համար ինչ որ բան է անում, մեկ պետք է գնա ծնողներին տեսնելու, այսինքն անդադար ինքը շարժի մեջ է։ Կամ մեր պապաները առավոտը շուտ արթնացել են, գնացել են աշխատանքի հիմնականում, երեկոյան հոգնած եկել են, երբեմն անտրամադրի, էլ չասեմ ինչքան է բանը բանից անցնում, բարթանում, երբ որ ծնողները այսքանի հետ մեկտեղ հաճախ կոնֆլիկտ է եղել, կռիվ է եղել, խոսակցություն է եղել, կամ կիսուր կիսրայրի հետ է ինչ որ կոնֆլիկտ է եղել, տան անդամներում անախորժություն, այսինքն մենք հիմնականում ինչ տեսնում ենք, այն էլ սովորում ենք, երբ որ մեզ չեն հասկացրել, երբ որ մեզ չեն սովորացրել, չեն բացատրել, որ աշխատանքից բացի, մասնագիտություն ունենալուց բացի շատ կարևոր է, որպեսզի հանգստանալ շաբաթ կիրակի օրերին կամ շաբաթվա մեջ անպայման ունենալ ժամեր, որ տրամադրես քեզ ինքնախնամք իրականացնելու, քո մասին հոգ տանելու, քո ֆիզիկական ու հոգեկան առողջությունով զբաղվելու։ Եվ նաև մյուս ուրիշ ցավալի կողմերից մեկը այն է, որ մեզ ամեն ինչ սովորացնում են կարծես, որպեսզի մենք ապրենք, որպեսզի մենք լավ ապրենք, բայց պարզվում է, որ մեզ չեն սովորացնում ամենակարևորը, հենց ապրելը։ Իսկ երբ է այցելուն սովորում, գիտակցել, թե ինչպիսի կյանք է ունեցել, սովորել, որ ինչպիսի պլանավորումներ ունի, ինչպես իրեն բերի առաջին պլան, որ թե էգոցենտրիկ լինի, այլ անի այնպիսի բաներ, որ ինքը ունենա ազատ ժամանակ, ինքը իր մասին հոգ տանի, իրենով զբաղվի,
Ինչ վերաբերում է նորից որ հետ գնանք հանգստի վայր գնալուն, հիմա հիշեք այն մարդկանց, երբ որ դուք գնում եք քաղաքից դուրս եւ անպայման կան մարդիկ, ովքեր որ խորովածը ինքն է անելու, այդ բանջարեղենը ինքն է մաքրելու, կամ այն կանայք, ովքեր որ սեղանը իրանք են գցում, բոլոր աղբը իրանք են հավաքում, այդ տարածքը իրանք են մաքրում, այսինքն անդադար իրանք աշխատում են, այդ մարդիկ ոչինչ չեն անում, չեն կարողանում հանգստանալ, չեն կարողանում վայելել, չեն կարողանում ձեզ հետ լիարժեք զրուցել, նրանց ուշադրությունը անդադար ուրիշ տեղեր է, ինչ անեմն է, այս մարդիկ հաճախ այդպես էլ հարցնում են, ինչ անեմ, երբեմն այլ թերապիայի ժամանակ նրանք որ գալիս են հոգեթերապիայի, երբ որ բախտ է վիճակում, ինձ այսպես են ասում, հիմա Մարտին ջան, ես ինչ պետք է անեմ, եւ հարցը առաջանում, իսկ դուք կարող եք ուղակի նստել, ուղակի լինել, ուղակի մի պահ թույլ տալ ձեզ պարտականությունից, կենցաղից կտրվել, լինել ձեր հետ, լսել ձեր հոգու մարմնի ձայնը, լինել այստեղ ու հիմա, ուղակի թույլ տաք ձեզ, որ ոչինչ չանեք, անգամ եթե հնարավոր է չմտածեք, մի պահ ուղակի զգաք, որ հիմա ես որտեղ եմ, ինչի վրա եմ նստած, իմ դեմը ով է, այսինքն լինել այստեղ ու հիմա։ Եվ մյուս օրինակը, որ էլի շարունակեմ, էլի լսած կլինեք մարդիկ, ովքեր որ վերջապես տարվա մեջ, երբ որ ամբողջ տարին իրանք աշխատում են, մի բանի համար, որ կամ շատ ճոխ նոր տարի նշեն, որը որ հաճախ էլի պարտականություն է դարել, կամ ամբողջ տարին աշխատել են, գումար են հավաքել մի կերպ կուտակել են մի քիչ գումար, որպիսի 7 օրով գնան Եգիպտոս կամ ինչ-որ նմանատիպ հանգստյան մի գոտի, հանգստյան վայր, այլ երկիր։ Եվ հենց տեղ են հասնում, օքեյ, սկզբից մի քանի ժամ քնում է, մի քանի ժամ պարկում է, իջնում է կաֆե, կոֆե է խմում, գուցե գնում է կալյան է ծխում, գուցե ինչ-որ հանգստյան գոտուց ինչ-որ ծառայություններից է օգտվում, եւ 2 օր անց այդ մարդը անելիք չունի, նրա մոտ կարծես տոտալ պարապության զգացում է առաջանում, նա ինչ է անում, գտնում է այնպիսի մի բան, որ իրեն զբաղեցնի, գտնում է մարդկանց, ովքեր ինչ-որ խնդիր ունեն, կարող է լինում են դեպքեր, որ այնտեղ ինչ-որ բան փչացել, ասում են մենք ձեզ կօգնենք, մենք այս ինչ բանը կանենք։ Այս մարդը անդադար իրեն զբաղեցնում է, նա չի կարողանում հանգստանալ, նա չգիտի ինչ է հանգիստը։ Եվ նաև մյուս պայմաններից մեկը, ինչով որ սա պայմանավորված է, կարող է լինել այն, որ երբ որ տևական ժամանակ մենք ինչ-որ շատ դրայվ, շատ շարժում գործողությունների մեջ ենք լինում, մեր հոգեկանը սովորում է այդ կորտիզոլի ու ադրենալի մեծ քանակի արտադրման մենք կախվածություն ենք ունենում, կորտիզոլային կախվածություն ենք ունենում, այսինքն մենք չենք կարող պարապ մնալ։ Մեր հոգեկանը անդադար հանձնարարական վիճակում է, մարտական վիճակում է, նա փորձում է միշտ ինչ-որ բան անել։ Ինչ-որ բան անելով է նա իրեն ողջ զգում, կարևոր զգում, սիրված զգում։ Նա պետք է միշտ ինչ-որ ծառայություն մատուցի, մարդկանց համար ինչ-որ բան անի, որ իրեն տեսնեն, գնահատեն, որ նա կա։ Ես կամ երբ որ աշխատում եմ, ես կամ երբ որ իմ արածը տեսնում են, ես կամ ես սիրելի մայրիկ եմ, երբ որ ճաշ եմ պատրաստում, ես համեղ կերակուրներ եմ պատրաստում, որպիսի գան ուտեն ու ասեն ապրի մաման, ապրի Կարինեն, ապրի Մարինեն, շատ համով է պատրաստում, բայց թե ինչ գնով եք դուք սա անում, ինչ եք վճարում սրա դիմաց, այդ համարյա ոչ մեկ չի իմանում։ Կամ երբ որ խոհանոցում ամեն ինչ քանդած է, ամաները թափված է, տունը հյուր է եղել ու գիշերվա 1-ն է, այդ կինը, այդ տան կինը իրավունք չունի, ինքը իրեն իրավունք չի վերապահում, անգամ եթե իր վրա խոսացող չկա, նա չի կարող գնալ, պարկել, քնել, մինչև վերջ չկենա, ամաները չլվա, չդասավորի, չչորացնի, տները չհավաքի, մինչև չդառնա գիշերվա ժամը 4-ը, նա չի քնելու, ու առավոտ ժամը 7-ին պետք է վեր կենա, երեխաներին դպրոց ճանապարհի կամ ամուսնու աշխատանքի ճանապարհի կամ էլ չասեմ, եթե տունը հիվանդ մարդ կա, ում մասին պետք է ինքը հոգ տանի։ Հարգելիներս, սիրելիներս, բա երբ եք դուք հանգստանալու, երբ եք գիտակցելու, որ ձեր սիմպտոմները, որ ձեր գանգատները հաճախ այսպիսի շատ կենցաղային հարցերում է թաքնված։ Այն որ ձեր մոտ խուճապային գրոհ է սկսում, այն որ դուք երբ որ մենակ եք մնում ձեզ հետ ու ոչինչ չպետք է անեք, պետք է ուղղակի հանգստանաք, բայց ձեր ուղեղը այնտեղից միանում է, ձեր հոգեկանը այնտեղից ասում է. «Էй, Կարինե ջան, Կարո ջան, Արտուր ջան, դու ունես այսինչ չլուծված խնդիրները, եւ որpիսի դու քեզ հետ մենակ չմնաս, որpիսի չզգաս քեզ, որpիսի այն ցավը, այն չլուծված խնդիրները, ինչի հետ որ դու չես առերեսվել, որpիսի չառերեսվես, դու վեր ես կենում
ներքուստ հարկադրողական սկսում աշխատել, սկսում ինչ-որ գործողություններ անել, եւ այստեղ հանգիստ բառը քո բառապաշարից վերանում է, եւ այստեղ դու չգիտես ինչ է հանգիստը, այսինքն օրվա մեջ 24/7 դու փորձում ես աշխատել, եթե անգամ ֆիզիկապես չես աշխատում, քո ուղեղը չի անջատվում, քո ուղեղը անդադար աշխատում է, եւ հենց դրանում է պատճառը, որ դու 11-ին, 12-ին երեկոյան գիշերվա պարկում ես քնելու, բայց մինչև ժամը 4-5-ը քո մտքի ծամոնը չի անջատում, այդ ռումինացիա ասածը անդադար ինքը ինչ որ հանձնարարությունների մեջ է, որը այդքան էլ արդյունավետ չի, դու իտոգում ոչ մի հարց չես լուծում, նորից հավելյալ ռեսուրս ես ծախսում, հոգնում ես եւ անջատվում ես, ոչ թե քնում ես, այլ անջատվում ես։ Եվ սա տարբերակներից մեկը, որ մարդը մենակ չի կարողանում մնալ իր հետ, օրինակներից մեկը այն է, երբ որ մարդը մտնում է տուն, միանգամից TV-ն միացնում է, միանգամից ինչ որ երաժշտություն է միացնում, պետք է միշտ աղմուկ լինի, որպիսի ինքը իր հետ մենակ չմնա, որպիսի ինքը չկարողանա հանգստանա։ Եվ պարադոքսը հենց նրանում է, որ թվում է դեմ բոլորն էլ ումը հիմա հարցնենք ինչ է հանգիստը, ինքը շատ սիրուն բառապաշարով կարող է ներկայացնել, բայց երբ որ ասում ես դու ինչ սեփական փորձ ունես հանգստանալու, ոչինչ չանելու կամ պլանավորելու, երբ ինչ անեսը, առաջնային տարբերես երկրորդականից։ Եվ մյուս կարևոր պահն եմ ուզում ասեմ, պետք չի տարվա մեջ ամբողջ տարվա կուտակված հոգսը թողնել 7 օրվա վրա, որ գնալու եմ Եգիպտոս հանգստանալու, այլ պետք է ամեն շաբաթվա մեջ փոքր պատառներով դու այդ քո ծախսած էներգիան, այդ քո ծախսած ջանքերը, այդ քո ծախսած ռեսուրսը կարողանաս վերականգնել շաբաթվա մեջ, օրվա մեջ, այսինքն փոքր բաժիններով։ Ոնց ենք մենք հեռախոսը դնում լիցքավորման, երբ որ արդեն 20 է հասնում ու կարմիր է լինում։ Մենք նույնպես ունենք դրա կարիքը։ Մենք նույնպես մսից ու արյունից ենք, մենք նույնպես հոգնում ենք, մենք նույնպես կարիք ունենք ինքնախնամքի։ Նույնն է, ոնց որ դուք իմանաք, որ 20 օր հետո լինելու եք հարսանիքի կամ ինչ որ առիթի, այդ 20 օրը հաց չուտեք, չսնվեք ու գնաք այն հույսով, որ գնալու եմ հարսանիք, շատ համեղ ուտելիքներ է լինելու, այնտեղ միանգամից մի լավ կուշտ կսնվեմ։ Այս նույնը եթե բերենք հանգստի թեմայի օրինակի մեջ, հենց այդպես էլ կարծես դուք անում եք, կամ ցավոք երբեմն հենց այդ հարսանիքը չեք էլ ունենում, այսինքն ձեզ անգամ այդ բախտը չի վիճակում, որ գոնե տարվա մեջ 7 օրով գնաք ծով հանգստանալու կամ ինչ որ գեղեցիկ վայրում հանգստանալու։ Ոչ թե պետք է տարվա մեջ մի անգամ գնալ ծով, այլ պետք է օրվա մեջ ունենալ կայուն ժամեր, որպիսի դուք հանգստանաք, շաբաթվա մեջ ունենալ հանգստյան օրեր, որ դուք զբաղվեք ձեզանով ու ռեսուրս ստանաք, ոչ թե ծախսեք։ Այսքանը, սիրելիներս։